Բարի լույս եւս մեկ անգամ մեր շատ սիրելի հեռուստադիտողներ։ Առավոտ լուսոն շարունակում է իր աշխատանքը առաջին ալիքի ուղիղ եթերում, նշենք եւս մեկ անգամ, որ այսօր դեկտեմբերի 3-ն է, եւ 1992 թվականի դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է ՄԱԿ-ի որոշմամբ։ Դեկտեմբերի 4-ին արդեն վաղը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված հանդես է գալու Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը համերգով, որտեղ լինելու են մենակատարներ Լևոն Կարապետյանը եւ Լուսինե Սարգսյանը։ Լևոն Կարապետյանը դաշնակահար եւ Լուսինե Սարգսյանը ջութակահար։ Լևոն Կարապետյանին ողջունում ենք եւ ասում ենք ուրախ ենք, որ մեզ մոտ եք սիրելի Լևոն, բարի լույս։ Բարի լույս։ Ինչպես ես շնորհակալ հրավերի համար, լավ եմ, դուք ինչպես եք։ Լավ, հրաշալի։ Ես առաջարկում եմ մինչ անցնենք բուն թեմային եւ խոսել համերգային ծրագրի ընթացքում ինչ է սպասում հանդիսատեսին, առաջարկում եմ մի քիչ տարիների ետ տանք Լևոն եւ հասկանանք երաժշտության հանդեպ սերդ ինչպես է նախծնվել քո մեջ, պատկանում ես այն մարդկանց թվին, ում ծնողները ստիպողաբար են տարել դաշնամուրի, թե արդյոք դու սիրելով ես գնացել եւ առասարակ ինչ է երաժշտությունը քեզ համար, խնդրեմ։ Չէ, ուրեմն տանը միշտ երաժշտություն եղել է, երբ որ ես ծնվել եմ, քանի որ հայրս հայ համերգում բեմադրող ռեժիսոր է եղել, այդ իսկ պատճառով միշտ եղել են ձայնապնակներ տանը եւ միշտ ես մանկուց լսել եմ երաժշտություն, մայրս բանասեր է հայոց լեզվի եւ գրականության, իսկ հայրս երաժիշտ է, այնուհետ մամայիս եղբայրը, որ եղբայրս դաշնամուր ուներ, երբ որ ես դա գնում տեսնում էի, բացում էի, չնայած որ հայրս գիտառ է նվագել, գիտառը այդքան էլ ինձ չի գերել, չեմ ուզեցել գիտառը գնամ, դաշնամուրն էի շատ սիրում, հավանում, եւ քանի որ ինքը չափերով մեծ է, ուզում էի որ ունենամ, ու երբ դարձա 7 տարեկան, մերոնք գնեցին ին համար, ես իրենց խնդրեցի, իրենք գնեցին, եւ ես արդեն գնացի սկզբում մեր դպրոցում ստուդիա կար, այդ ստուդիայում սովորեցի 2 տարի, Կարինե Հակոբյանյանի դասարան, այնուհետ Սիմոն Հովհաննիսյանի խորհրդով տեղափոխվեցի արդեն դպրոցի հետ մեկտեղ երաժշտական դպրոց, Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց, որտեղ սովորում Կարինե Դարփինյանի եւ Ռուզաննա Ազիզյանի դասարանում, այնուհետ Ռուզաննան ինձ ծանոթացրեց իմ հիմա այսինքն արդեն ավարտել եմ, բայց որի մոտ ես շարունակեցի սովորել արվեստի վաստակավոր գործից պրոֆեսոր Սերգեյ Քեչեկի հետ, որի մոտ ես սովորեցի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում 3 տարի եւ 6 տարի կոնսերվատորիայում եմ սովորել, 4 տարի բակալավր եւ մագիստրատուրա, որ ինձ շատ մեծ գիտելիք է տվել։ Եվ այս ամենի շնորհիվ դու այսօր ծավալում ես բավական լայն գործունեություն, ոչ միայն Երևանում, Հայաստանում, այլ նաև արտասահմանում, ինչի համար իսկապես շատ ուրախ ենք։ Հիմա մեր ձեռքին նաև մի պատմություն է համերգի մասին, որը տեղի է ունեցել անցած տարի այս օրը, 2024 թվականի դեկտեմբերի 3-ին, մի փոքր կպատմեք Լևոն։ Այո, ինձ հրավիրեցին Չեխիա, Պրահա եւ ես այնտեղ նվագեցի Կարլովի Վարի սիմֆոնիկ օրկեստրի հետ այս կոնցերտը, որը այստեղ պետք է նվագեմ, Բեթհովենի 4-րդ կոնցերտը, այնտեղի քույրերի միավորումներ կազմակերպել, իրենք ամեն տարի մեծ շուկով անում են եւ անցյալ տարի ինձ էին հրավիրել, իդեպ ասեմ, որ Արամ Խաչատրյանն էլ Կարլովի Վարի պատվավոր քաղաքացի է եւ նվագել է այս օրկեստրի հետ իր ստեղծագործությունները։ Հետաքրքիր է, որ դուք վստահաբար այլ երանգներով եւ այլ ձևերով եք զգալու երաժշտությունը ու հետաքրքիր է, երբ Չեխիայում նման մասշտաբային ու մեծ ստեղծագործությունը ներկայացրեցիք, ինչ արձագանքներ եղավ եւ արդյոք կային մարդիկ, ովքեր կրկին շեշտադրեցին այն կարևոր հանգամանքը, երբ հայ մարդն է նստում ստեղնաշարի դիմաց, ապա հնչերանգը երաժշտական մի փոքր այլ է լինում եւ մեզ բնորոշ ամեն դեպքում։ Ասեմ, որ 800 հոգանոց դահլիճ էր, իրենց երկրորդ դահլիճում եղավ համերգը, նախագահան երկրի ներկա էր Չեխիայի եւ շատ ամբողջ դահլիճը լեփլեցուն էր առանց չափազանցնելու եմ ասում, ձայնագրությունը կա, պրոֆեսիոնալ, ես արդեն թույլատրություն ունեմ եւ պետք է YouTube-ում տեղադրեմ շուտով դա համացանցում կտեսնեք, այնուհետ Բեթհովենից հետո ես բիս նվագեցի Սայաթնովա, Արնո Բաբաջանյան, Էլեգիակ Հանիվուրջանին եւ ժողովուրդը շատ լավ ընդունեց։ Այստեղ կարելի է կրկնակի։ Եվ նաեւ ուզում եմ Միլան Արներնի շնորհակալություն հայտնել ընկերոջս Չեխ, որը որ կազմակերպեց այդ ամենը, քանի որ Լենինգրադում տարիներ առաջ նվագել էի եւ իր հետ ծանոթացել էի եւ ինքը
ինձ օգնեց, որ հրավիրեցին եւ այնտեղ նաեւ ինձ մենահամերգ կազմակերպեց 2 օր հետո այնտեղի կոնսերվատորիաներից մեկում։ Միանալի։ Լևոն, իրականում ձեր գործունեությանը ծանոթանալով չեն կարող նաեւ օրվա խորհրդից շատ հեռանալ եւ խնդրում ենք նաեւ որպես օրինակ շատերին, որովհետեւ ձեր անցած ճանապարհը շատերի համար մոտիվացիայի աղբյուր գուցե լինի, թե ինչպես է կարողացել բոլոր խոչընդոտները, պատնեշները, որոնք ձեր առաջ կանգնել են երազանքից խուսափելու համար, բայց դուք դա չեք արել եւ գնացել եք դեպի ձեր երազանք ու հիմա նվաճում եք մեծ բեմեր։ Ինչպիսին էր այդ ճանապարհը, երբ ձեր կյանքում հայտնվեց հաշմանդամության խնդիրը։ Դե ես 6.5 տարեկանում լրիվ կուրացա, սկզբում իհարկե դժվար էր, բայց քանի որ երեխայի դա հեշտ հաղթահարեցի, ես հիմա նույնիսկ մոռանում եմ շատ ժամանակ, որ չեմ տեսնում։ Իհարկե եղել են մարդիկ, որոնք ասում են, որ չի տեսնում, պետք է չնվագի, բայց նաև եղել են լավ մարդիկ, օրինակ Ռոբերտ Արտաշեսովից Պապոյանը, մեր դպրոցի տնօրենը Հեքիմյանի ասեց, եւ հենց ինքը պետք է նվագի, եւ ես դուրս եկա առաջին անգամ բեմ։ Եվ էլի շատ եղել են խոչընդոտներ բոլորի կյանքում հաշմանդամություն մարդը ունենա թե չունենա այսօր այնքան հոգսաշատ ենք եւ խնդիրներով ենք որ պետք է գտնել լուծումներ լուծել չընկճվել եւ շարունակել ապրել Լևոն ինչպես յուրաքանչյուր դերասանի համար ցանկացած ներկայացում եւ դերակատարում ունի իր կարեւորությունը եւ դա երբեք չի կարող դառնալ հերթականը, եթե նույնիսկ տվյալ ներկայացումը խաղա 10 կամ 100 անգամ, նաեւ երաժիշտների համար յուրաքանչյուր համերգային ծրագիր ունի իր խորհուրդը եւ կարեւորությունը։ Ես առաջարկում եմ վերադառնալ դեկտեմբերի 4-ին կայանալիք համերգին եւ հասկանանք ինչ կարեւորություն այն ունի քեզ համար, ինչ բացառիկ է քեզ համար եւ ինչու ամենակարևորը։ Նախ շատ կարևոր է, որովհետև ես մենակ չեմ նվագում, այսինքն սա մենահամերգ չէ, չնայած գալիք տարի ես ուզում եմ անպայման մեծ մենահամերգ անեմ եւ նվիրեմ իմ պրոֆեսոր Սերգեյ Կոնստանտինովիչ Քեչեկի 85-ամյակին անպայման Երևանում մենահամերգ լինելու է, բայց այս համերգը ինչով է կարևոր առաջին հերթին, որ պարոն Դուրգարյանը կազմակերպել է մայստրոն, որին շատ շնորհակալ եմ, մայստրո պարոն Դուրգարյանին, երկրորդը, որ ես մենակ չեմ նվագում, սիմֆոնիկ նվագախմբի հետ է, այսինքն ես ազատ չեմ կարող նվագել եւ շատ պատասխանատու է, պետք է լրիվ ինչպես գրված է ճշգրիտ կատարեմ այն, ինչ որ Բեթհովենը գրել է։ Եվ իմ հայրենիքում եմ նվագելու, շատ լավ զգացողություններ են։ Իսկապես շատ կարևոր են այդ էմոցիաները, բայց մինչ համերգային ծրագրի մասին էլ կպատմեք, նաև մեր հեռուստադիտողներին նշենք, որ մենք այսօր նվերներ ենք ստացել Լևոնի կողմից, ձայնասկավառակ։ Այո։ Կպատմեք սկավառակի ստեղծման պատմությունը, Լևոն, ինչպես որոշեցիք, որ պետք է ձայնագրված լինի արդեն։ Սկավառակ ուրեմն ես ստեղծել եմ 2008 թվականին ասա ձայնագրվել, երբ ես ուսանող էի, բայց ինքը իր մեջ ներառում է շատ բավականին ստեղծագործություններ, Բախից մինչև Արամ Խաչատրյանով վերջանում է, որը որ ես ձայնագրել եմ եւ 2010 թվականին թողարկվել է, որի համար շատ ուրախ եմ, որ այս ձայնասկավառակը կա եւ ես 23 թվականին պրոֆեսիոնալ վիդեո եւ աուդիո մակարդակով նաեւ ձայնագրել եմ իմ ռեպերտուարի մնացած մասը, որովհետեւ CD-ն հրաշալի է, բայց այսօր այդքան ակտուալ չէ, մարդիկ համացանցով են լսում, դրա համար ես որոշեցի վիդեո եւ աուդիո տարբերակով ձայնագրել իմ ռեպերտուարը եւ արդեն մարդիկ կարող են նայել եւ լսել Իդեպ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ռեժիսոր Կարեն Բաղինյանին եւ Սերգեյ Գասպարյանին զվուկառեժիսոր ինձ օգնելու եւ իմ հետ աշխատելու համար։ Մենք եւս շնորհակալ ենք, նաեւ նվերների համար ենք շնորհակալ։ Ես էլ եմ շնորհակալ։ Սրանք ձեռքբերումներ են, հաղթանակներ են, որ դու գրանցում ես քո գործունեության ընթացքում եւ խոսենք հետաքրքիր նաեւ դուետի մասին, որովհետեւ դու մենակ չես լինի, իհարկե քեզ ուղեկցելու է սիմֆոնիկ նվագախումբը, բայց նաեւ ջութակահար Լուսինե Սարգսյանն է լինելու Առանձին մենակատար Այո, առաջին մենակատար որպես Լուսինե Սարգսյանն է նվագելու Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը, իդեպ ասեմ, որ նա նույնպես չի տեսնում եւ դաշնակահարներ, գործիքավորողներ, երգիչներ շատ կան, բայց կույր ջութակահար գրեթե չկա եւ անպայման բոլորին սիրով հրավիրում եմ ես, պարոն Դուրգարյանը, ամբողջ պարոն Դուրգարյանի անունից եմ ուզում ասեմ Լուսինեի օրկեստրի, բոլորս սիրով հրավիրում ենք ձեզ վաղը երեկոյան ժամը 7-ին օպերային թատրոն այս հրաշալի համերգը լսելու համար, որովհետև Լուսինեի ռեպերտուարը շատ մեծ նվագացանք ունի նա, 75 ջութակի կոնցերտ, 300 պիես,
եւ բազում մրցանակների դափնեկիր է, վերջերս Իսպանիայից եկավ Grand Prix-ով, նվագել է Բերլինի սիմֆոնի նվագախմբի հետ, Լենինգրադի, Չեխիայի, այնպես որ մեծ բավականություն եք ստանալու, ովքեր որ կգան եւ կլսեն այս ամերիկը։ Եվ իսկապես կրկնակի կարևորություն ունի օրը, սիրելիներ, որովհետև ոչ միայն ունեք հնարավորություն վաղը վայելելու դասական երաժշտությունը, նաև ծանոթանալու եք կամային հատկանիշներով օժտված շատ հետաքրքիր ստեղծագործողների, մարդկանց, ովքեր այսօր միայն շարժվում են առաջ։ Այդ իսկ պատճառով ձեզ բրավո, մատուցենք արժանին։ Մենք այս պայն ընդմիջվենք րոպեներ, վայրկյաններ տևող նույնիսկ գովազդային կարճատև։ Շնորհակալ ենք անչափ Լևոն։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Սիրով։ Դե ինչ վերադարձանք տաղավար վայրկյաններ առաջ, նշեցինք նաև խոսում էինք հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվանից, որը 1992 թվականի հենց այսօրը դեկտեմբերի 3-ին է Միացյալ ազգերի կազմակերպությունը սահմանել եւ միայն 2006 թվականից Հայաստանը եւս միացել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիային։ Իրականում շատ կարևոր է նման օր սահմանելը, որովհետև որքան ուշադրություն ենք մենք դարձնում հաշմանդամների խնդիրներին եւ առհասարակ փորձում ենք նրանց առօրյայում եւ կենցաղում հավասարապես լինել մեր կողքին, դարձնել իրենց իրավունքներով եւ հնարավորություններով, բայց խնդիրները իրականում շատ են, սիրելիներ, սկսված միջավայրի մատչելիությունից մինչեւ հավասար պայմանների ապահովում եւ առհասարակ զբաղվածության հարցերի հետ կապված մենք փորձում ենք գտնել լուծումներ եւ պատասխաններ։ Իհարկե այդ ճանապարհը բարդ է եւ ամբողջ աշխարհն է գնում դեպի այդ ամենը հաղթահարելու ճանապարհով, բայց մեզնից յուրաքանչյուրը կարող է իր լուման ունենալ այս գործում, որպեսզի մեր կողքին ապրող մեր սիրելիները, մեր ընկերները կամ պարզապես անծանոթները, որոնք ունեն հաշմանդամություն, նրանց կյանքը ել ավելի հեշտ դարձնենք մեր փոքրիկ բարի գործերով։ Եվ այս ամենի մասին, թե ինչպես են հաշմանդամություն ունեցող մարդիկ հաղթահարել թե ֆիզիկական անհարմարությունները, որոնք առաջանում են միջավայրում, թե հոգեբանական խնդիրները, բացահայտել է մեր գործընկերը տեսանյութի միջոցով։ Դիտենք ու վերադառնանք։